Ես սիրեցի այս երկիրը, հասկացա վերջապես ես ով եմ, նոր զգացումներ, նոր թարմություն, նոր շունչ։ Գիտեք, sense պլաստիկի կտոր է ինքը, կանաչ գույնի։ Մենք երկուսով ուժ ենք։ Թյուր կարծիք կա, որ ստեղ ոչ մի բան չկա։ Հիմա մի քիչ դաշնամուրի վրա խաղամ, հայ համայնքը ցրիվ եկած է։ Այսինքն իրան չկան, ձուլված են։ Ողջույն, Հայքաստի հյուրն է, դերասան, շոումեն Յուրի Իգիթխանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարով եք եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միշտ իմ բոլոր հյուրերին ասում եմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ լավ մարդկանց բանակը շատանում է, բայց նաև տխրում եմ, որ իր մասնագիտությունում լավագույն դերասանը եւ իր տեսակով յուրահատուկ մարդը բացակայում է Հայաստանից։ Սա ինձ համար ցավալի է եւ ուրախալի է եւ ցավալի է։ Ինչ եմ ասում յուրահատուկ, որովհետեւ ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին, երբ որ գալիս էինք մեզ ուսանողներից բերում էին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն, դուք այնտեղ ձեր գոլեգաների հետ ֆոյեում նստած էիք ու իմ ուսանող ընկերների համար մենք չգիտեինք, դες բարև էինք, մոտենանք, այսինքն կան կոլորիտային մարդիկ Երևանում, որ թվում է որ միշտ պետքա իրանք Երևանի դեմքն են։ Կխնդրեմ ասեք, ինչ եղավ պատճառ, որ որոշեցիք Գաք Միացյալ Նահանգներ։ Արիջան, հա, ճիշտ եք ասում, շատ ցավալի է, որ այնտեղ պակասը կա։ Բայց մի բան էլ ուզում եմ ասեմ, օրինակ ես մենակ իմ համար կարող եմ խոսել, բայց կարծում եմ դա արդեն համատարած դարձավ մի բան։ Գուցե մենք այստեղ այս համայնքին ավելի պետք ենք, քան այնտեղ։ Ես 2021 թվականին եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պատերազմից հետո, այդ թոբոհից հետո, երբ Երևանը ամբողջությամբ սև էր, իմ աչքերի մեջ, իմ պատկերացման մեջ Երևանը միշտ վարդագույն է, վառ լույսերով, ժպտացող դեմքերով, իսկ այդ ժամանակ Երևանը համատարած սև էր իմ մոտ։ Մարդիկ տարօրինակ ձևով էլի ուրախանում էին, նորից ուրախ էին, ժպիտներ, բան եւ այլն։ Ես չէի հասկանում ոնց կարելի է դա շնչել։ Խեղդվում է, ես այն օղակս կամած փոքրանում էր։ Փոքրանում էր շուտվանից 19 թվականից, երբ որ սկսվեցին իմ խնդիրները թատրոնում, ռուսական դրամատիկական։ Երբ իրանք իրանց ձեռով հրավիրեցին, նշանակեցին տնօրեն, հետո իրանք իրանց ձեռով սկսեցին ինչ-որ անհասկանալի բաներ անել։ Նայեք, ի տարբերություն նախկին ներկա, հա, ես արդեն հոգնել եմ այդ թեմայից, բայց ասենք նախկինները գոնե կանչեին, կասեին, յուրա սենց պիտի աշխատվի։ Ուզում ես, ուզի, չես ուզում, մի ուզի, վերջանա գնա։ Ստեղ սկսվեցին ինչ-որ անհասկանալի անանուն նամակներ, ինտրիգներ, գործի հարուցում, գործը փակում էին, ես վերջին մի ամիս ԱԱԾ-ով, 6-րդ բաժնով տենց պտտվել եմ։ Ու ամենակարևորը ես, երբ որ ի վերջո մեծ պատմությունից հետո հասավ այդ քննության օրը, ես հասկացա, որ մեծ բանից եմ պրծնում, որովհետև այդ քննությունը ես հասկանում եմ, որ ես չեմ անցնելու, այդ միանշանակ, ես ուղղակի գնում էի, հիմա կարող է նրանց համարել եմ բացում գաղտնիք, ներվերի հետ խաղալու մի քիչ, որ ներկա։ Շատ կներեք, քննություն ասելով ընտրված էին 3-4 հոգի, որոնք պետք է մեկը ընտրվի։ Այո, տնօրենի քննություն էր։ Եվ ես այդ օրը իմ համար վերջնականապես ամեն ինչ վերջացավ։ Հիասթափություն, որտեղ ինձ հարց տվեց մի մարդու կողմից, որ արվեստի շատ կարևոր անձ է Երևանում եւ Հայաստանում։ Հարց տվեց, ասեցին, իսկ դուք դեմ չեք լինի պարոն Իգիթխանյան, եթե ձեր թատրոնում, Ստանիսլավսկու թատրոնում, եթե տնօրեն դառնաք, բեմադրվեն հայերեն ներկայացումներ։ Ես բնականաբար պատասխանեցի, որ ոչ, ես դեմ եմ դրան կատեգորիկ։ Դա նշանակում է ռուսական թատրոնի լուծարում եւ հայկական թատրոնի մի նոր թատրոնի ստեղծում։ Okay, շատ լավ է, բայց ուրիշ ուրիշ թատրոնի հետ ու վերջնական։ Ես դրա տակ չեմ ստորագրի։ Ես հասկանում եմ, որ ես ոնց ասած տնօրենի կարիերայի վրա մահկանացու եմ ստորագրում այդ բան։ Բայց
ինձ դա չէր ուզում, որովհետև ես եկել էի շարունակելու Գրիգորյան Սամսոնի Ալեքսանդր Գրիգորյանի, Ալեքսանդր Սամսոնիչի ճանապարհը, որ ռուսական թատրոն Որտեղ դուք իր ժառանգներն եք, ձեր սերունդը։ Այո, իր կոնկրետ ժառանգները հենց ակտիվ դերի մեջ էին հակա ինձ աշխատելու ընտանիքը, շատ զարմանալի, բայց ինչ որ այ Աստված իրանց հետ, բայց դա մի կաթիլն էր, հետո սկսվեց Կովիդյան ժամանակահատվածը, հետո սկսվեց պատերազմը, դուք այդ անընդհատ այդ թիկունքից հարվածները, ասենց ասած, թե շատ մոտ ընկերներից հարվածները, թե շատ պետական այրերից հարվածները, դու հասկանում ես, որ դու լուծվում ես, դու դառնում ես ինչ-որ անհասկանալի մի մասսա։ Ու պետք է մի սիրուն վերջակետ դնել ու նոր միանշանակ արվեստագետի համար ինքը շատ դժվար է, ստեղծագործող մարդու համար շատ դժվար է, երբ որ դու առավոտը զարթնում ես, ու սենց նայում ես վերև ու դու չես հասկանում ինչ անես, որտեղ ես դու պետք ամենակարևորը, թատրոնում դու պետք չես, որպես մենեջեր պետք չես, որպես հանդիսավար քեզ չեն կանչում, որովհետև դու սպասարկել ես նախկին, ասենք, պետական այցերի միջոցառումները, բայց եղբայր պայմանագիր է եղել, ես իմ գործն եմ արել, վճարեք, ես հիմա էլ կանեի, ասենք, թե այդ ժամը, հիմա պրինցիպիալ չէի անի բնականաբար։ Բայց ու դա ոնց որ սենց կաթիլ հավաքվում էր ու երևի թե էգոիզմը աշխատեց, գիտեք, անի, չգիտեմ, ես չեմ կարող կոնկրետ ոնց որ բան տալ, աքսիոմա, ֆորմուլա ասել, երևի անձնական էգոիզմը աշխատեց, ես սիրելով, խելագարվելով իմ քաղաքի համար, ես չկարողացա, այդ իմ Երևանը չէ, իմ Երևանը չի, երբ որ փողոցում զբոսնում ես ու դու հասկանում ես, որ դարձել ես օտար, իսկ հիմա ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ գնամ այնտեղ ու ասեմ Թումանյան փողոցն է, կարծեմ, որ այլանդակվել է հիմա սակուրաներ են ինչ որ տեղ։ Ու ես պատկերացնում եմ ես այդ Թումանյանը, որ ամբողջ կյանքս Աբովյան Թումանյան հետ խաղում ու գնամ ես տենամ ու չգիտեմ, չեմ պատկերացնում։ Կտրվել է թելը։ Գլոբալ մեծ թելը կտրվել է ցավոք սրտի, չի կտրվել մի բան, մի քանի թել, որը կապում է իմ կոնկրետ շատ հարազատ մարդկանց հետ։ Ես այս պահին կարոտում եմ այդ մարդկանց, այդ Երևանին։ Ես կարոտում եմ կինո Մոսկվայում քայլելուց տեսնեմ Մալխասին, Թոխածյան Հրանտին, երևի թե դա է քաղաքի կոլորիտ տվող մարդկանց, չէ՞, դեմքերին։ Ցավոք սրտի հիմա ստեղ Ամերիկանայում քայլում ես, այդ մարդկանց ավելի շատ ես տեսնում։ Կանոնաբար։ Ես բոլոր իմ հյուրերի մասին փորձում եմ շատ ինֆորմացվեմ, հա, ծանոթներ գտնեմ, տեսնեմ իրենց մասին ինչ են պատմում, քանի որ խոսեցինք թատրոնից, կուզենամ այսպես իրենց միջոցով մեսեջ տամ, երբ որ փորձում եի ձեր մասին պարզել, ձեր իսկ թատրոնի աշխատակցների դերասանուհիներից մեկը ասեց, Անջան, իրա հանդեպ շատ սխալ վարվեցին, ուզում եմ ասեմ, որ իմացեք, որ այնտեղ մարդիկ կան, կարողա չեն խոսել, չեն բարձրաձայնել, որ իրանց աշխատանքը չկորցնեն, իրանց վրա չսևեռեն սլակները, բայց իրանք իրանց հոգու խորքում գիտեն, որ իրանց գոլեգայի հանդեպ սխալ են վարվել։ Ուզում եմ սա լավ մարդկանց որ այնտեղ ասում են ինչ եղավ, ինչի գնաց։ Իհարկե, ես այդ հասկանում եմ, կան մարդիկ, կան ընկերներ, ում հետ մինչ օրս բնականաբար շփումը կա։ Ես որ տենց մի գույնով երբեք չեմ դրոշմում ոչ մի պատմություն։ Ես թատրոնը իմ համար շատ կարևոր բան է։ Թատրոնը շատ նաև տվեց այն ես հասկացա վերջապես ես ով եմ, իմ ինքնությունն է, իմ արվեստը որ կողմ կարող եմ տանել։ Ես շնորհակալ եմ, որ տենց արձագանք ա եղել, իհարկե չգիտեմ ով է, չենք բարևում եմ, ինքը կիմանա ով է։ Եվ այո, շատերը գնացին այդ ուղիով, շատերը չգնացին, հակառակ գնացին, շատերը կար այդ խնդիրը աշխատանք չկորցնելու, ես ամեն ինչ հասկանում եմ, բնականաբար, այստեղ
բարդ էր, շատ բարդ շրջան էր, բայց ես այնքան շնորհակալ եմ։ Այդ նույն անանուն նամակ գրողներին, գիտեք, անի, ահա որ շնորհակալ եմ։ Ես մի անգամ չեմ հիշում, ասել եմ թե չէ, բայց կարծեմ սա առաջին անգամն է, որ ինձ հնարավորություն եմ։ Ես դες շատ շնորհակալ եմ։ Դուք ինձ ստիպեցիք նոր կյանք սկսել։ Դուք ինձ ապահովեցիք, դուք չհասկանալով, դուք անում եք, փորձում եք անել վատություն, դուք արեցիք ինձ լավություն։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Ի վերջո դուք երևի մարդ եք բարձր թռիչքի համար, որովհետև ամեն մեկը չի որ կարա վերցնի անչափահաս երեխաներին ու գա անորոշություն, որտեղ պետքա կրթի, դաստիարակի, ունենա իր վախերը իր ընտանիքի հետ կապված։ Կարծում եմ, որ թող ինչ սխալ չհասկանան, բայց էմիգրանտի կյանքով անցնում են այդ ճանապարհը այն մարդիկ, ովքեր ավելի համարձակ մարդիկ են, ովքեր ավելի ռիսկերի են գնում, որովհետև միշտ մեր սոցիալական կայքերով երբ որ մեզ նայում են, գիտենով ամեն ինչը շատ սիրուն է, բայց չգիտեն այդ մարդը այդ երեկո ինչ էմոցիա ունեցավ, ինչպես պարկեց, ինչպես գլուխը դրեց բարձին ու վաղ իրան ինչա սպասվում։ Թատրոնի մարդ լինելով, այստեղ թատրոն բացակայությունը, հա, թատրոնի ոնց եք լրացնում, գիտեմ, որ հեռուստասերիալներում նկարահանվում եք, դա ինչ որտեղ նաև մոտ է, ինչ որ մասնագիտական, բայց կա արդյոք նպատակ, ինչու՞ չէ այստեղ թատրոն հիմնելու, թիմ ունենալու։ Նայեք Անի ջան, շատ հետաքրքիր բան ասեմ, թատրոնը իմ կյանքում մինչև 13 թիվն էր, որ ինքը պիկ էր, իմ հիմնական շունչն էր, շնչառությունն է։ 13 թվականին ես շատ մի քիչ արվեստագիտական այդ ռոմանտիկայից ավելի մի փոքր մենեջերն է զարթնում մեջս, էլի։ 13 թվականին, երբ որ ես ստեղծեցի իմ ընտանիքը, ես հասկացա, որ այդ ժամանակ 74,000 դրամով ամսական ես չեմ կարող տուն պահել։ Այստեղի հանդիսատեսի համար ասեմ, որ $200 այն ժամանակ $150 էր գալիս դա։ Ամսական, օրական չէ, սիրելիներս։ Ես հասկացա, որ դա անհնար է, ու կամաց մտա դեպի շոումենական շուկա, այսինքն հարսանիքներ, կնունքներ, միջոցառումներ, նաև պլանավորել եւ կազմակերպել Հայաստան։ 13 թվականից մինչև 18 նոյեմբեր, երբ ես վերադարձա որպես PR տնօրեն, PR մենեջեր թատրոն, այսինքն այդքան ժամանակ արդեն բթացել էր այդ զգացողությունը թատրոնի։ Իհարկե թատրոնը ինքը կենթանի արվեստն է, խելագարվելու բան է եւ այլն։ Եվ այդ խնդիրը արդեն ոնց որ իմ մոտ հանգիստ էր։ Եվ ստեղ գալուց ես հասկանում եմ ուր եմ գալիս։ Ես հասկանում եմ, որ գալիս եմ կինոինդուստրիայի երկիր, որտեղ թատրոնը այդքան զարգացած չի, որտեղ եթե բեմական ինչ-որ ներկայացում իրանք ասում են theater, բայց էդի մեր իմացած Չեխովը չի, Ստանիսլավսկու սիստեմով դա շոու է, որը շատ սիրում եւ որակով անում են։ Իմիջիայլոց ասեմ շատ ժամանակ թյուր կարծիք կա, որ ստեղ ոչ մի բան չկա նայելու, վայ, ոչ, այստեղ շատ բան կա նայելու, շատ հետաքրքիր եւ թանգարաններ, եւ ներկայացումներ են լինում, եւ ինչ մասշտաբներով են անում, չէ, ինչ գումարներ, ինչ հագուստներ։ Ինչքան որ ինքը մեծ է, այնքան որ այդքան էլ իր արվեստ, թատերական արվեստի շոու արվեստն է մեծ։ Ու ես համաձայն եմ ձեր հետ, որ այո, կա ռիսկ, միշտ կա ռիսկ, բայց նայեք, այն որ ասում եմ անկեղծ զրույց է, ես երևի դե չէի գնա անչափահաս երեխաների հետ, ընտանիքի հետ, այն որ ասում են, մյուս ճանապարհներով գալու։ Մենք ունենք վիզա, եւ մենք եկել ենք գնացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեսել։ Իսկ տեսել եք, զգացել եք պետության որոշակի չափով տուրիստի աչքով թե կարելի ասել օրինական մուտք ենք գործել եւ որոշում ենք կայացրել մնալ վերջին անգամ։ Փառք Աստծո ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ լավ է, թղթաբանությունը արդեն լավ է։ Դա այստեղ շատ կարևոր է, միգուցե Հայաստանում մեզ նայեն չհասկանան ինչա նշանակում այստեղ թղթաբանությունը, երբ որ չունես դու։ Գիտեք, sense պլաստիկի կտոր է ինքը, կանաչ գույնի, երբ որ ինքը գալիս է, ու դու բացում ես այդ նամակը, իմիջիայլոց ասեմ, այստեղ ամեն ինչ նամակով է գալիս։ Հա, դա էլ առաջին։ Դա էլ հետաքրքիր կուլտուրա է։ Թող դու պիտի պահես, որտեղ կարևոր է։ Հա, այդ որ գալիս, ասենց Այն որ ոչ թե շունչը, այն որ ամեն ինչ բացվում է քո առաջ։ Մենակ այն որ գիտես կարող ես գնալ գրկել հարազատներին, այդ ամենամեծ
Այդ ամենամեծ են շունչն է, էլի իրականում, որովհետև բնականաբար կան հարազատներ տարբեր տեղեր Ռուսաստանում, կնոջս կողմը Ռուսաստանում է բնակվում, մերոնք Հայաստան, էլի Ռուսաստան, ամբողջ աշխարհով sense կարելի ասել, այդ green card ասված այդ ամեն ինչը։ Եվ իհարկե այդ ռիսկը ես երևի թե չէի գա այդ անօրինական վտանգավոր ճանապարհներով, չգիտեմ, երեխեքին երևի չգնայի դրան, էլի։ Գուցե եւ ընտրեի ուրիշ մի վայր, այսինքն Այս դա ես հարցնեի, շատ լավ տիրապետելով ռուսերեն լեզվին։ Հետաքրքիր է մարդը, որ կարծես թե մայրենի լեզվից լավ է խոսում, այսինքն լավ խոսալ ասելով շատ լավ տիրապետում, հա, հավասար։ Ու գալիս է Միացյալ Նահանգներ, որտեղ պետք է սովորի նորից երրորդ լեզու, դժվարությունով անցնի, թե այստեղ ավելի լեզվի բարիերը հաղթահարել, բայց գալ ավելի կայուն երկիր, ավելի օրենքի երկիր, քան լեզվի համար օրինակ գնալ Ռուսաստանի Դաշնություն։ Երկու ֆակտոր կա։ Մեկը ասվածը, որ այո, կայուն երկիր, ավելի պինդ սիստեմով երկիր, որը կախված չի սպիտակ տան ով է նստած։ Սիստեմը աշխատում է, օրենքը աշխատում է։ Եվ երկրորդը, որը երևի թե գիտեք, այն երկրորդ պլանով իմ մեջ շատ էր ինձ բանանում, ամենավախացնող բանն էր։ Ռուսաստանում հայ համայնքը ցրիվ եկած է, այսինքն իրանք չկան, ձուլված են եւ ձուլվում են հենց միանգամից առաջին սերունդը, էմիգրացիայի առաջին սերունդը։ Ես հասկանում եմ, որ իմանալով լեզուն, իմանալով ամեն ինչը, միևնույնն է դու իրանց համար չորն ես մնալու, այդ մի կողմ ենք դնում այդ ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ մենք կձուլվենք ուր մնաց երեխեքը, այսինքն այդ յան ազգանունը ընդամենը իմ տղու, իմ տղաների վրա մնալու է որպես յան ազգանուն։ Ստեղի համայնքը ինքը, քանի որ մենք ավելի մի քաղաքում ենք, այսինքն մի վայրում շատ ենք, շատերին դա ներվայնացնում է, չգիտեմ ինչի, այդ մի առանձին խոսակցություն է, այդ տեսակը, բայց ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, որ դպրոցներում շատ հայեր կան, ես ուրախ եմ, որ հայերեն խոսքը կա, ես շատ ուրախ եմ, որ իմ տղաները արդեն դուրս են եկել այդ language, English second language ծրագրից, արդեն դուրս են եկել, իրանք տիրապետում են, իրանք դասատուները զարմանում են, ոնց դուք ստեղ ծնված երեխեք չեք, նոր եք եկել, բան, այսինքն այդ աստիճան տիրապետում են իրանք, բայց նստում են մեքենա, իրանք խոսում են հայերեն եւ ռուսերեն, տանը խոսում են հայերեն եւ ռուսերեն, իրանք մենք չէ, մենք դեռ կինոները փորձում ենք անգլերեն նայել, որ էլի սովորենք, էլի բանասան, բայց իրանք փորձում են, որ կարդան, խոսեն, լսեն, ամեն ինչ հայերեն։ Այս դեպքում արդեն նաև որակյալ հայերեն ցավոք սրտի դելա արդեն խնդրեմ դարձել։ Չէ, ահավոր, ես ինքս իմ խոսքի վրա եմ զգում։ 5 տարի ապրում եմ, երբեմն մամաս ինձ կասի, դու սենց բառեր չէիր օգտագործում, ասեմ, մամ, այստեղի հինեկած հայերի հետ որ սկսում են շատ շփվել, իրենց բառապաշար ինտեգրում։ Հետո անգլերենից ուղիղ թարգմանությունն էլ է խանգարում։ Այն օրը Միքայելը փոքր որդիս եկավ, սենց հայց։ Հիմա մի քիչ դաշնամուրի վրա խաղամ։ Հասկացա՞ք, ուղիղ թարգմանություն, play bar-ն է, էլի խաղա։ Ասում եմ, չէ, տղես, հայերենում նվագում են դաշնամուրը։ Լավն է, շատ լավ։ Ու դաշնամուրի վրա չէ, դաշնամուրն են նվագում։ Մի խոսքը մի ծիծաղաշա, սենց զավեշտ են ալենում։ Զավեշտ չլինի կխելագարվես։ Բոլորին ռոմանտիկա է թվում, չէ, ժողովուրդ, սա իրականում բարդ երկիր է, բայց շատ լավ երկիր է։ Ես ասում եմ, այն որ մի հատ ֆրազ կա, շատ եմ ասում, սիրեցիք մեր Ամերիկան։ Ես ուզում եմ ասեմ բոլորին, թե այնտեղ, այստեղ, ամենուր, ես սիրեցի այս երկիրը, առաջին րոպեից, երբ որ ես մտա առաջին անգամ այդ immigration office-ը ու իմ հետ խոսեցին անգլերենով ու ես ասացի sorry my English very, sorry, այնքան ներողություն խնդրեց, որ ինքը ինձ էմիգրանտից ում հոգեվիճակը շատ խառն է եւ այլն ու ինքը ինձ վատ դրության մեջ եղել
Սենց նայում եմ, զարմանում եմ, ես սիրեցի այս երկիրը ու փառք Աստծո ոնց որ այս երկիրը սիրում եմ մեզ։ Հրաշալի է, որ արտահայտում եք, որտեղ շատ քչերն են կանգնում ու պարզ ասում, որ սիրեցի։ Ես միշտ ասում եմ, երբ որ սիրում ես, ինքն է քեզ է սիրում ու դու դառնում ես հաջողակ։ Եթե գալիս ես ման գալու ամեն մի խնդիր ասելու, մեր մոտ սենց չէր, այստեղ որտեղ տարբեր պետություններ են, սկսած իրենց մասշտաբներից, իրենց պատմությունով, երբ որ սիրում ես, ինքն է քեզ է սիրում։ Դրա համար հետո մարդիկ կան, որոնք հաջողում են ու հաջողակ են լինում, մարդիկ կան, որոնք մնում են, որովհետև իրանք միշտ նեգատիվն են տեսնում։ Իսկ մարդիկ կան այդ նեգատիվ իրանք անընդհատ նայում են հետ, գնամ։ Դե որ եկել ես ելուր արդեն նայեք, ես չեմ հասկանում նաև երբ որ իրանք ընտանիքներով են լինում։ Տղամարդկանց մասին է խոսքը կամ մեծ է, ասինքն եթե դու երեխուդ այն միջավայրից փոկել ես, բերել ես այստեղ, ինչի համար ես տանջում այդ դեպքում, եթե քո հայացքը հետ է, հետո այդ երեխան չի կարողանալու այնտեղ ինտեգրվել։ Եկեք ճիշտ խոսենք, կուլտուրաների շատ տարբեր, սարեր, ձորերի տարբերություն կա, ու այսօր էլ ավելի այդ սարեր, ձորերը բաժանվել։ Ցավոք սրտի, երբ որ այդ ամեն ինչ եղավ եւ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, ես ինչպես նաեւ մշակույթի նախարարությունը լուծարվեց, ես հասկանում եի, որ ինձ թվում է բոլոր բանական մարդիկ էին հասկանում, որ կտրում են թելեր, անջան դուք սկզբում ասացիք թելը կտրվել է, կտրեցին այդ թելերը, կտրեցին։ Այսօրվա Սփյուռքը, որը միշտ տարիներ առաջ Հայաստանի կողքը կանգնած է մի ազգ, մի Սփյուռք, մի պետություն, հիմա ում խոսածում ես, ինչ տելեթոն փորձվում է արվի, այն թվերը, որ այն ժամանակ էր հավաքվում, ու այն ինչ որ հիմա, որովհետև կտրվեց այդ միջոցառումները։ Սա նաև կարծեմ հիասթափություն եղավ, երբ որ 20 թվականին այստեղ համայնքը ահռելի մեծ գումար հավաքեց, հետո տենց էլ չտեսան ինչ եղավ, այդտեղ էլ հասկացան, որ հիմա Աստված չանի, որ պետք լինի, էլի կարող այդ նույն մասշտաբներով չհավաքվի, այդտեղ։ Քանի որ խոսեցինք երեխաներից, կուզենամ խոսեմ նաև ձեր սիրուն կնոջից, ինչի որտեղ միասին վարում եք ճիշտ եմ, չէ, նաև միասին եք վարում։ Հեշտ է արդյոք գնալ աշխատանքի միասին, այնտեղ հասկանալ իրար ու գալ տուն, չքննարկել, չդնել, չվերցնել, հաջորդ օրը նորից գնալ միջոցառում վարել միասին։ Ասեմ, շատ հեշտ է, մեզ շատ հեշտ է, որովհետև մենք ասում ենք, միշտ ասում ենք, բանը, մենք երկուսով ուժ ենք, եւ իհարկե մենք երկուսով անցել ենք այնքան բանի մեջով, որ աշխատանքի գնալ, դե բնականաբար հենց աշխատանքի վայրում էլ ծանոթացել ենք, նենց չի։ Եվ մենք սովոր ենք այդ աշխատանքը թողնել աշխատանքի վայրում, մեքենայում մաքսիմում մինչև տուն հասնելը, իսկ արդեն հենց որ մտնում ենք տուն, դա արդեն ուրիշ պատմություն է։ Անուշը ուզում եմ իր մասին մի քիչ խոսել, որովհետև ինքը շատ ուժեղ հզոր կին է, որ ես միշտ ասում եմ, տղամարդու թևերը կարա կտրի կինը, երբ որ հայտնվում է իր կյանքում ու կարա աճեցնի։ Այս տարբերակը իհարկե աճեցնող տարբերակն է, որովհետև ես չեմ վախենում ոչինչից իրանց հետ։ Իմ ընտանիքի հետ, իմ կնոջ, իմ երեխեքի, իմ մամայի, որովհետև ես գիտեմ, որ միշտ թինքուշից մարդ կա, ես գիտեմ ուր եմ ես վերադառնում։ Մենք այն որ չգիտեմ մի օր նստած ենք ծիծաղում ասում էլուր էլ ինչ կմտածենք մեր գլխին էլի այն որ մի քիչ տենց տաբի հանգստանում է ոնց ասեմ այն որ տենց ուղիղանում է գիծը անպայման մի բան անում ենք այն որ այս վերջերս արդեն բան չունենք անելու տունը փոխեցինք երկու բեդրումից երեք բեդրում գրել նորից խառնաշփոթ տեղալ իսկ դա դա արվեստագետներ որ մի բան պակասում է նոր էմոցիա միանշանակ իսկ մեր հանդիպումը դե թատրոնում էր ես այդ թատրոնից ես շատ գոհ եմ եւ շնորհակալ եմ նաեւ հենց այդ պարագայում որ կարևոր ընտանիքի իրան հանդիպեցի հիմքը դրվեց այդտեղ էլի հետո մենք նույնիսկ մի պերիոդ Ռուսաստանում էինք հետո արդեն Ռուսաստանից եկանք ստեղ էլի առաջի այդ մի քանի ամիսը որովհետև ծնողները այնտեղ են Վլադիվոստոկում են ապրում Ռուսաստանի են միցերը եւ մենք ստեղ գալուց առաջ չգիտենք էլի ինչքան կտևի այդ ոնց ասած թղթաբանական process-ը դրա համար գնացինք մի քիչ մնացինք այնտեղ
Եվ այսինքն շատ 13 թվից ամուսնացած ենք, 11 թվից հարաբեր ոնց որ ընկերու ինքը ինձ ասել է այո, տարբերային։ Այսինքն արդեն 14 տարի իրար ճանաչում ենք, ինչի ասես մեջով անցել ենք։ Դա էլ ուժը Եվ անընդհատ այդ նոր զգացումներ, նոր թարմություն, նոր շունչ ու այդ ամենալավը դա է, ինձ թվում է սերը շատ կարևոր է, հարգանքը, այո։ Վստահելը մեկը մյուսին թե ապրի։ Իսկ աշխատանքը նորմալ է, ես շատ ավելի վստահ եմ, որ ինքը ինձ հետ լինի, որովհետև կա այդ, գիտեք, այդ բանը օգնեմ, փրկեմ, չնայած կարիքը չկա, բայց դե որ անընդհատ ուզում ես սենց, չգիտեմ, դա հենց այդ երևի սերն է ու պատասխանատվության զգացումը։ Շատ կուզենամ մի քանի հարց ունեմ կարևոր, որ ժամանակը կարճ է, փորձենք խոսենք։ Լավ ասեցիք Միացյալ Նահանգների երկրի մի բան, որը որ սենց այստեղ մեկը չի կարող հասկանալ, որ դա շատ ված չասեն, բայց անընդունելի է, որ սա չլիներ, թեկուզ հայ համայնքի մեջ, թեկուզ կաղա, ինչ-որ չգիտեմ, կենցաղային մակարդակի բան եմ ասում, բայց մի բանը, որը չեք սիրում, դե ինչի էս երկիրը էս դրա մասին չի մտածել, կա մի բան, որ չեք սիրում։ Ոյ, ինչ հետաքրքիր հարց տվեցիք։ Շատ զարմացնում է ինձ միշտ, որ լվացքի մեքենաները տան մեջ չեն, չեմ հասկանում ինչի։ Շոկային էր, չէ՞, սկզբից որ եկել է, հա։ Մեկը հայ համայնքի համար եմ ուզում ասեմ, Ժորժ ջան, որ հայկական սուպերմարկետների պարկինգում եք հայտնվում, նույն օրենքներն է գործում, սլագին հակառակ մի քշեք, մի ստեղծեք անիմաստ տրաֆիկ, այդքան բան։ Հա, տենց, բոլորը գիտեք ինչի, որովհետև ես նկատել եմ ու միշտ հումորով եմ դրան վերաբերում, բայց մեկ-մեկ են ներվայնացնում է իհարկե։ Երբ որ միտեղ շատ մեծ հայերի կոնցենտրացիա կա, մոռանում են, որ օրենքները պետք է պահպանել։ Ու մեկ էլ իրանց կողքը օտար կա, նայում է, ինչ հա կատարվում, այո, չնայած այստեղի օտարներին ենք, ես այդ իվենտների ժամանակ այնպիսի այնց հայկականի տակ parով մարդկանց եմ տեսնում, բայց այդ ուրախացնում է, չէ՞, ասես ինչ լավ մեր։ Ես անկումում եմ աշխատում, չգիտեմ, կարելի է։ Ահա, իհարկե, ես նաև առիթ եմ ունեցել այդտեղ լինելու Լա Շանսոնում, չէ՞։ Շանսոնում։ Կոլորիտը կա, ես շատ կուզեի խոսենք այդ ժամանակի բանով, Լա Շանսոնը ինձ բերեց մի բան, ինձ թվում էր ես Երևանում եմ։ Ստացվել է ուրեմն, անչոկնալ, ստացվել է։ Հուսամ որ մի սիրուն օրեն անշոկ մեզ հյուր կգա ու իր այդ կխոսենք, որտեղ իսկապես ստացա։ Ու այնտեղ որ նայում ես մարկանց, քեզ թվում է նույն Երևանի, բան չի, երևանցիներով նստած։ Ես հենց ի սկզբանե ասում եմ, չէ՞, դրա մասին, որ գովազդը բանեն ստեղծում ենք մի կտոր Երևանցի համար։ Դա ստացվել է, շնորհավոր եմ, իսկապես ու ես այդ օրը հուզվեցի, ես այդ օրը հիշեցի, վերապրեցի, շատ կարոտս։ Մի քիչ էլ շոուն վերափոխել ենք, ավելի հուզումն առատադարձել համեց։ Վերջական հոկտեմբերին եմ եղել։ Կարոտից խոսեցին։ Երաժան, ձեր համար ի՞նչ է կարոտը։ Կարոտը իմ համար թթվազնի պակաս է։ Կարոտը ինքը շատ դաժան բան է իրականում։ Ես միշտ ասում եմ իմ ձայնը տակ տեղից է գալիս, որովհետև մաման էստեղ է, մի քույրս էստեղ է, կինս, երեխեքը ես մեկ-մեկ նայում եմ ընտանիքները կիսված 20 տարի չեն տեսել։ Մենակ ավագ քույրս է այնտեղ Երևանում իր ընտանիքով, ցավոք իրանց հետ դժվար բաներ տեղի ունեցավ ու մենք չկարողացանք այդ ժամանակ գտնվել ներկա այդ ամեն ինչին լինել կողքին։ Շատ դժվար է դա, շատ դժվար է կարոտել քո մանկության, քո ընտանիքի քավորին, Վարշամին Գևորգյան, իմիջայլոց ծնունդներ մի օր առաջ, զանգեցի, շնորհավորեցի, բայց այդ պակասը կա, վեր կենալ, գնալու, տեսնել, այո։ Դա է, կարոտը թթվածնի պակաս, այո, այն որ շունչը չի հերիքում, ուզում ես ավելի խորը շնչես, բայց չի հերիքում, այդ պահը կա։ Հուսով եմ, որ այդ հանդիպումները կակտիվանան։ Պլանավորում եք առաջիկայում գնալ։ Այո, բայց շատ մոտ չէ, որովհետև ես նաև պետք է ոնց որ քաղաքացիության ստանալուց հետո։
Կարոտից խոսեցինք, պիտի խնդրեմ ես իմ բոլոր հյուրերին խնդրում եմ, որ իրանց պարֆյումը բերեն, որովհետև ինձ հետաքրքիր է մարդիկ հոտով ինչ հիշողություններ ունեն։ Պիտի խնդրեմ ձեր պարֆյումի մասին պատմեք, նույնիսկ ինքը վաղեմի պատմություն ունի։ Շատ հետաքրքիր է Անին, որովհետև ես որ դուք գրեցիք ինձ, որ բերեք պարֆյում, այն մտքովս ինչ ասես անցել է, ասեցի կարող է ասենք բան այն շատ լավ է, հիմա ուզում եմ նախապատմությունը, որ ասում եմ կարող ինչ-որ հովանավոր կա բան եւ այլն, տաստված լինի բնականաբար, տանից դուրս գալուց ինձ պարֆյումները շարածա, երկու հատը վերցրեցի։ Մեկը այն ինչ որ ժամանակակից հիմիկվա հոտ բրենդը խնդիրություն է կարակ ասել։ Կարամ կոմֆորտ մի խոսքով են որ մենք բոլորս շատ սիրում ենք հիմա կնոջս նվերն է եւ մի հատ էլ վերցրեցի որը այս նոր տարում այդ հզոր անակնկալ էր մեր իմ լավ ընկերոջ Գուրգենի կողմից Թամրազյան մեր հնչյունային ռեժիսորն է Եվ իրա կողմից դու մի ասա միտեղ ես պատմել եմ այս պատմությունը։ Ինչ է տակ։ Ու ինքը դա լսել է եւ Secret Santa խաղալու ժամանակ ինքը դա ֆիքսել է, քանի ամիս մեջը պահել է, գեներացրել է ու ճարել բերել է, ճիշտ ասած ես այդքան խանութներ մտնել դուրս եմ եկել, արդեն այդ հոտը չկար, չէի զգում։ Ուրեմն երբ որ 11 թվականի դեկտեմբերին ես ու Անուշը ոնց որ հասկացանք, որ այո, մենք ընկերուհի ենք սկզբից, հետո արդեն սկսեցին մեր հարաբերությունները խորանալ եւ այլն, այդ առաջին ծնունդիս Անուշը նվիրեց հենց այդ հոտը, այդ պարֆյումը, որը մեջ կար։ Այսպես էր երիտասարդությունը, սա այն էմոցիաներ զգացողությունը, սիրտը ծեր Եմ որ սենց թպրտում ամեն ինչ այսպես ասած էլի, հա, ու ես այդ ժամանակ ինքը շատ մոդայի, շատ են որ կրեատիվ նոր հոտ էր եւ ամենակարևորը Երևանում իր օրիգինալ ջարելը դա լուրջ Անուշը դա արել եւ իհարկե այդ հոտը իմ համար մնացել էր տենց երիտասարդության ու մենք այդ դրա մասին խոսեցինք ու ես Secret Santa-ին բացում եմ, տեսնեմ այդ բան, ասում եմ մի վարքյան, կինս չի խաղում, մեր կոլեկտիվի չի։ Բայց ինչ գնահատել է մարդիկ մտածում են լավ նվեր Ու ես հիմա իրան օգտագործում եմ, այն որ սենց ոնց ասեմ, այն որ սենց դոզա։ Եվ որ հոտնա դա։ Այսա, Fahrenheit-ն է, Dior Fahrenheit։ Ահա։ Իմ ամենասիրված նախընտրելիներից է Dior-ը, բայց այս Fahrenheit-ը Այդ նորից անում եմ, ասում եմ Անուշ, նորից հետաքրքիր է, էլի հոտը ոնց է հիշացնում այդ երիտասարդությունը, ուզում ես ուրիշ ձև հագնվես։ Ձեզ հիշում եք Հայաստանում, ձեզ հիշում եք Հայաստանի ընկերներով, փողոցներով։ Կոմֆորտ զոնաներ էլի այդ ժամանակահատվածի եւ այդ ուզեցի ներկայացնեմ ու հետաքրքիր է, որ այդ երկուսն էլ վերցրեցի, ես չգիտեի, որ գալու է թե ինչ է հիշացնում եւ ում է հիշացնում հարցը։ Իհարկե միշտ լավ է ժամանակակիցը, բայց եթե մի բան ունի պատմություն, որը ձեր կյանքում տարին է, այո, այդ շատ կարևոր է։ Այո։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ գալու, անկեղծ լինելու, անմիջական խոսելու։ Այսօր մեր հասարակության մեջ շատ քիչ մարդիկ կան, որոնց սրտինը կբացեն, կասեն եկեք, կասեն ինչ ճանապարհով են եկեք, խոսեն իրենց ապրումների մասին։ Շատ շնորհակալ եմ եւ կարծում եմ, որ մեր զրույցը ստացվեց, որովհետեւ դուք այնքան անմիջական եք ու ինչպես որ ձեր տեսքից մի հատ լույսային արևային բան է գալիս, այդ եկավ այսօր էս տաղավար, այստեղ մեզ ոնց շնորհակալ եմ իսկապես։ Անիջան ես էլ շնորհակալ եմ, շատ զգացված եմ հիշելու, հրավիրելու համար, զգացված եմ հիշելու թատրոնի անցյալը, որովհետև շատ հաճելի է, երբ որ այո փողոցում էլ մեկ-մեկ մոտենում են, ասում են մենք ձեզ հիշեցինք, բայց մենք հիշեցինք խանումայով կամ չգիտեմ одноклассники ներկայացումով կամ այդ ավելի շատ է հուզում եւ ավելի շատ է հաճելի, քան դե սերիալները պարզ է, սերիալը հանդիսավարությունը, շոումենությունը դա օքեյ է, դա նորմալ է, բայց այդ մի ուրիշ կյանք հիշեցրեցիք ինձ այսօր, խոսեցինք, ինձ թվում է լավ էմոցիաները փոխադարձային, նախ ասեմ, ձեզանից է գալիս, շատ չի լինում, որ կարողանում ես բացվել, դուք տալիս եք այդ հնարավորությունը։
Այդպես շնորհակալ եմ ձեզ, բարի երթ, բարի ճանապարհ, բարի կանաչ ճանապարհ, ձեր պատի նման թող շատ դիտումներ լինեն։ Այո, ձեր ման լավ հյուրեր կան, որովհետև կարևոր է, ես կարծում եմ, որ այս հարթակում իմ համար կարևոր են թե ովքեր են իմ հյուրերը։ Սիրելի պոտենցիալ հյուրեր, արձագանքեք ամեն նամակներին եւ եկեք, այստեղ հաճելի է։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի։ Մի հարցել էի ուզում տալ, որ մենեջերի այդ հարթը, այսինքն որպես մենեջեր, որ այդ թատրոնի եւ այն, այստեղ չեք ուզում մի հատ տենց մշակութային մենեջմենտ անեք, հավաքեք դերասաններին, մի հատ փոքր թատրոն, պակաս չկա էլի, չուն։ Լա շանսոնի ինքը հա կոմերցիոն է, բայց էլի գալիս են։ Թատրոնի պահով անջան շատ բարդ է, որովհետեւ նա կոմերցիոն պետք է լինի։ Ամեն մի ռենտը դա փող է։ Դերասանը ցավոք դերասանը ստեղ ուրիշ գործով է զբաղվում, հետո գալիս է պետք է հարմարանցնես։ Գուցե եթե ճիշտ հովանավորչական բազա լինի, որ մարդիկ մշակութային ինչի ներդրումներ չեն անում։ Չեն անում։ Օհան մի հատ թատրոն չունենք, էլի համայնքային մտածում ես թեկուզ գլենդելի քաղաքապետ, այսինքն դիմի ասվի մի հատ փոքր, մեծ փոքր բեմից սկսվի, հետո կարող է մասշտաբներ։ Շատ կարևոր է դա, շատ մշակութային շատ կարող, օրինակ հիմա շատ լավ գործ է անում Գրիշը։ Գրիգորի Հակոբյանը Glendale Theater Group տենց է կոչվում, իրանք հիմա շատ լավ մի հատ փորձ են անում, այսինքն փորձ որն արդեն ինձ թվում է կայացած է, Գրիշ ջան, կարծում եմ պետքա տենց ասել։ Մանկական տեխնիկային թատրոնի ներկայացումներ են բեմադրում։ Այնքան լավն է չեք պատկերացնում, այն որ շատ կլասիկ, ճիշտ, սիրուն թատերական, ճաշակով, այն որ ոնց որ Երևանում ոնց են գնում տեխնիկային թատրոն դիտելու, ներկայացում դիտելու։ Այդպես վիճակ է, շատ լավ է, կանաչ ճանապարհ Գրիշ ջան, առաջ։ Շատ լավ է, լավ օրգանական, բայց դա ընդհանուր խնդիր է, էլի տեսար մի օր ստեղծվեց ու ձեր նմաններին հավաքին ասեն եկեք, ձեր փորձով եկեք դիսվեք, թիմ դառեք։ Ես չգիտեմ մեծերից կարծում, եթե չեմ սխալվում Չերչիլը, ասում է ուզում ես ազգը ոչնչացնես, ոչնչացնելը մշակույթ է։ Դրա համար մենք պետք է պահենք այդ մշակույթը ինչքան հնարավոր է։ Ես այդ ամենակարևոր բաներից մեկն է։ Մեր լեզուն, մեր խոսքը, ճիշտ գեղեցիկ խոսքը եւ իհարկե մշակութային օջախները։ Եկեղեցի ունենք ստեղ այդ հրաշքա, գոնե լավա դա մեզ համախմբում է համայնքին, բայց մշակույթ պետք է լինի, որովհետեւ մենք կորցնենք այն ձուլվելու մասին, որ խոսեցի, այդ ձուլվելը շատ ավելի անկարագան է։ Երեխեն երբ որ իմանա Թումանյանը ինչ է, երեխուն դժվար է հիմա ցավոք սրտի կարդալը, մանավանդ հայերեն, եթե պետք է բայց երբ որ ինքը գոնե ներկայացում նայ, երբ որ ինքը հասկանա տերեխը ինչ է, Թումանյանական այդ գլխարկը ինչ է, Լորեցու մի քիչ երկար խոսալը ինչ է, ինքը իր համար դա տպավորություն է, ինքը սպունգ է, ինքը մի քիչ հայություն, հայ գենը իր մեջ ավելի կակտիվան է այդ ժամանակ, դա շատ կարևոր է ջան, ճիշտ եք ասում։ Գուցե եւ իհարկե պետք է մի քիչ մի հատ համախմբվել, ժողովանել ու փորձել գտնել մարդկանց։ Ամեն մեկի լծակիր միջոցը որ բերի, եկեք տեսա